Մենք հայերս ունենք մի ամբողջ դեղատուն, որը ապակե սրբակներում չէ թաքնված, այլ այստեղ, բնության մեջ։ Այսօր մենք սովոր ենք անգամ թեթև գլխացավի դեպքում վազել դեղատուն, սակայն մեր նախնիները ճանաչում էին բոլոր խոտաբույսերը եւ ամոքում էին հիվանդությունները։ Մեր հայրենի հողը հարուստ է օգտակար հանածոներով, մաքրամաքուր ջրով եւ օգտակար դեղաբույսերով, եւ այս ամենից չօգտվելը պարզամտություն է։ Ուզում եմ պատմել մի առեղծվածային սովորույթի մասին, որ հայ բժիշկները կիրառում էին միջնադարում դեղաբույսեր հավաքելիս։ Օրինակ, Ամիրդովլատ Ամասյացին խոտաբույսերը հավաքում էր լուսնային օրացույցի համաձայն։ Ըստ ավանդույթի նա խոտաբույսերը հավաքում էր բացարձակ լռության մեջ, որովհետև հավատում էր, որ աղմուկն ու բացասական մտքերը ազդում են խոտաբույսի վրա։ Ամենազորեղ դեղաբույսերը համարվում էին այն բույսերը, որոնք հավաքվում էին լուսաբացի անտառի այն հատվածում, որտեղ ծտերի ձայներն էր լսվում։ Իսկ դուք արդյոք ճանաչում եք դեղաբույսերը եւ արդյոք գիտեք նրանց նշանակության մասին։ Գրեք մեկնաբանության հատվածում։